Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Տարիներ շարունակ դերասանուհի Սիլվի Բարկովան հեռուստաէկրաններին չէ, սակայն նրա կերպարը հիշելի է դարձել հանրության համար։ Նրա անձնական կյանքն այս պահին ամենակննարկված թեմաներից մեկն է հանրության շրջանում։ Հնդկաստան տեղափոխվելուց հետո Սիլվի Բարկովան իր երկրպագուների հետ մշտական կապի մեջ է ինստագրամյան հարթակի միջոցով, որտեղ էլ ակտիվորեն հրապարակումներ է անում։ Սիլվին ժամեր առաջ նոր լուսանկար է հրապարակել, որը զարմացրել է իր ինստագրամյան հետևորդներին։ Այն բավականին բաց է և համարձակ։ Այս լուսանկարից հետո ևս մեկ անգամ հարց է առաջանում, արդյոք այս ամենը բաժանման հետևանք է, թե պարզապես Սիլվին որոշել է փոխել իր ոճը։ Իսկ այժմ առաջարկում ենք լսել նաև դերասանուհու խոսքը, որտեղ Սիլվին պատմում է իր ունեցած փորձառության և Հայաստան վերադարձի մասին։ Իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Նախ ուզում շնորհակալություն հայտնել բոլորից հետ բարեմաղթանքների համար, այնտեղ են private part-ում շատ նամակներ կային, կարդացի, ուրախացա, ապրեք, շնորհակալություն բոլոր բարեմաղթանքների համար, օրհնությունների համար, որ տվեցիք։ Ու հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն, եթե հիշում եք, ովքեր որ ինձ վաղուց են հետևում, ես դեռ 3-4 տարի առաջ, եթե չեմ սխալվում, 3 երևի։ Մի խոսքով 3-4, չէ 3։ Մի խոսքով այդ լոկդաունի ժամանակները ես սկսեցի ինչ-որ տենց մեյքափ անել ինքս ինձ։ Ու մի քանի վիդեոներ էլ կա այդտեղ։ Ու եթե հիշում եք, ես ասում եմ, որ ես թարթիչ դնել չգիտեմ։ Հետո ինքնուս մի կերպ ստացվում էր երբեմն դնել ու վիդեոներ կան, որտեղ որ ես թարթիչ եմ դնում։ Ու երբ որ ես իմ հղիության ընթացքում եկա Հայաստան, իրականում այդ իմ մեյքափ սովորելը դարձավ խաթաբալա, որովհետև փաստորեն բավականին լավ մեյքափ արտիստներ կան, որոնք որ ձեռագիրը նայում ես բավականին լավն է, բայց երբ որ հերթը հասնում է սովորելուն կամ քծիպություն են անում, չեն ուզում սովորացնեն, կամ չեն կարողանում սովորացնեն, կամ չգիտեմ, մյուս տարբերակ ընտրեք ինքներդ։ Մի խոսքով ես այդպես ում գործերը որ տեսել էի, մի քանի տենց մեյքափ արտիստներ հանդիպեցին, բայց մի խոսքով վերջնական իտոգում, որտեղ որ ես կանգնեցի, տվյալ մեյքափ արտիստի մոտ որ ես գնացի սովորելու, իրա գործերը ինչ խոսք, լավներ ինստագրամում երբ որ նայում ես, դե պարզ մշակած նկարներ բան, բայց համենայն դեպս դա չեմ կարող հերքել, որ ինքը իրականում բավականին լավ մեյքափ անում, այսինքն եթե դու ուզում ես մեյքափ անես, հանգիստ կարող ես գնալ իրեն մոտ, բայց սովորելու դեպքում ու սովորելու կեսերից այն կողմ պարզվեց, որ մենք անցնելու ենք ընդամենը շատ քիչ տեխնիկա, իրականում որը ստրելկան էր, տենց այդ հոլիվուդյան մեյքափը, որը տենց հեշտ է, ես միջև այդ արել եմ, այդ ստրելկանել այդ հոլիվուդյան մեյքափն էլ իմ ինստագրամյան էջում նույնիսկ որ գնաք կտեսնեք Smoky Eyes-ը գիտեի, արաբական արել էի, գիտեի, մի խոսքով այդտեղ ես վճարել էի ընդամենը սովորելու համար ստրելկա ռաստուշովկեն եւ թարթիչ դնելը, որոնք իրականում հեսա կիմանաք, որ տենց էլ չսովորեցի, ու երբ որ մենք ասեցինք, որ բա հարսանեկանը, ասեց, որ հարսանեկանի դեպքում ստրելկա ռաստուշովկան է, ասեցինք, բա տարիքային ասեց, տենց առանձնապես ոչ մի բան չկա, ոնց որ ուրիշներն եք անում, նենց էլ տարիքայինն եք անում, այդպես, ճիշտ է, ես ասեցի, որ տարիքային մոդել կանչենք, ինչ որ մի բան անենք, բայց մենք տարիքային մոդելի վրա էլի արեցինք ստրելկա ռաստուշովկա։ Ու ամենավատը գիտեք որն էր, որ երբ որ ես ինչ-որ հարց էի տալիս ու մի անգամ ինձ էս պատասխան եկավ, Սիլվի ոնց որ են մարդկանցից լինես, որ 10,000 դրամ տալիս է գնում է հարսանիք ու հենց այդ 10,000 դրամի էլ պետք է ուտի, այսինքն սենց էժան ինչ-որ հարսանիք, պատասխան, ներողություն եւ հարսանիք, այո, ով այդ հարսանիքին 10,000 դրամ փող տալիս, երևի ինքը։ Նո մի խոսքով, այդ էական չի։ Հա, այդպես ու այսինքն ինքը սկզբից ինչ քեզ բացատրեց առաջին օրով, այսինքն առաջին դասի այդ օրը, դրանից հետո էլ տենց ինչ որ չկար էլի տենց խորանալ տեխնիկայի մեջ ինչ որ բացատրել, որ դեմքին ոնց է պետք քսել, ինչ անել, թարթիչ մեզ տրամադրվեց երևի թե որ մեզ մնացել էր ավարտել 4 օր կամ լավագույն դեպքում 5 օր ըստ երևույթին մի խոսքով բայց էլի տրամադրվեց այն ընդհանուր թարթիչները, որովհետև ինքը ասեց հատիկավոր թարթիչ չի սիրում դնել, որովհետև դա ջանջալ է,
ու այդ 4-5 օրվա ընթացքում, որ մենք պետքա թարթիչներ դնենք, նույնիսկ եղել է օր կամ օրեր, որ մենք այդ թարթիչը չենք էլ դրել, որովհետև դե պարզ է, չէ՞, սկսնակ ես նոր ես անում, ժամանակը մի քիչ երկար է տևում, որ մի քիչ որ երկար էր տևում, ինքն էլ էր մեզ մի քիչ շտապեցնում, հա, ոչ միշտ, բայց հիմնականում, հա, այդպես ու տենց լինում էր, որ նույնիսկ այդ թարթիչը չենք դնում էլի, ու հետո երբ որ ինքը ես հիշում եմ, որ ինձ ինչ որ բաներ բացատրում, իմ կողքի աղջիկը երբ որ ուզում էր լսել, թույլ չտվեց, որ ինքը գա տեսնի, չգիտեմ ինչի, ու նույնիսկ եթե ինքը ինչ որ բան ուզում էր բացատրել, այսպես ասած, բայց իտագուն ոչ մի բան չէր բացատրում, իբր գաղտնիք է ասում, բայց էդի գաղտնիք չէր, նույնիսկ եղավ դեպք, երբ որ ինքը մոդելներին ասեց, որ դուրս գան սենյակից, ու ես իրոք ապշել եմ, ես ասեցի, բայց ինչի ինքն էլ ինձ այս պատասխանը տվեց, ասեցի, եթե ուզում են սովորեն, պետքա վճարեն ու սովորեն, չէ՞, ամեն մեկին հո անվճար քո գիտելիքը չես տա։ Այդպես, ինչ եմ ուզում ասել։ Երեք իմ ծնունդին մտածում էի շատ սիրուն կլինեմ, ինձ կկարողանամ մեյքափ անել ու իրականում ես այդպես էլ չկարողացա իմ թարթիչները դնեմ, որովհետև դե չեմ սովորել, ոնց դնեմ։ Տենց առանց թարթիչի, որը շատ էի ուզում իրականում դնել, որովհետև դե թարթիչները ինքը ցենց ոնց որ լիարժեք տեսք տա էլի քո մեյքափին, նույնիսկ եթե բացեր ա լինում, ինքը տենց ծածկում է այդ բացերը։ Չստացվեց դնել կամ թերություն էս արած լինում մեյքափիդ մեջ, մի խոսքով չստացվեց, տենց հիշել էի, բարկացել էի, որ սխալ տեղ էի գնացել, սխալ տեղ էի երևի ընտրել սովորելու, կամ ինքը այդ ժամանակ պրոստը տրամադրություն չուներ սովորացնելու, երևի հավես չուներ, չգիտեմ, մի խոսքով, ուզում ասեմ զգուշ եղեք երեխեքը, մի նայեք ով է լավ գործ անում, յուրաքանչյուր գումար, որը որ դուք վճարում եք, շատ լավ մտածեք, շատ լավ տնտղեք, նոր գնացեք։ Նաև մի բան էլ ասեմ, մի խափնվեք այն գովազներին, որ ցույց են տալիս ու ասում են աշակերտու աշխատանք ու մենք դրանով ենթագիտակցորեն մտածում ենք, ուսուցիչը շատ լավն է, այդ պատճառով աշակերտը լավ գործ անում։ Իրականում դա այդպես չի, որովհետև մարդու մեջ կա այդ տաղանդը, դու ինչ որ մի բան ցույց ես տվել ու հնարավոր է ինքը քո ցույց տվածը նույնիսկ գերազանց արել։ Դա չի նշանակում, որ դա ուսուցչի շնորհքն է։ Շատ դեպքերում հավատացեք դա այդպես է։ Այդ պատճառով անպայման որտեղ որ կգնաք սովորելու, մի հատ լավ հետաքրքրվեք, գտեք մի հոգի չէ աշակերտներ, գտեք մինիմում 10-15 աշակերտ, որ տվյալ մարդու մոտ ավարտել է, լսեք այդ 10-15 հոգու կարծիքը, նոր դրանից ելնելով դուք որոշում կայացրեք, արժի տվյալ մարդու մոտ գնալ, թե ոչ, որովհետև շատ դեպքերում ստացվում է, որ դու տվյալ մարդուն գումար ես նվիրում, ուղղակի նվիրում։ Մեկ էլ ստրելկա սովորելու հետ կապված դա էլ հիշեցի ասեմ, երբ որ բացատրում էր, ասեց, ուրեմն ասում ես, որ ինքը աչքը բացի, նայում ես, կետը դնում ես եւ գիծը տանում ես։ Ասում եմ, օքեյ, իսկ որտեղ ես դնում այդ կետը։ Ասում եմ, դե դա չեմ կարող ասել, այդ այնքան պետք է անես, որ դու հասկանաս որտեղ է այդ կետը, էլի։ Այտենց դրա համար ուզում ասեմ ժողովուրդ շատ ուշադիր եղեք, ես էլ իմ խորհուրդը ձեզ աղջիկներ, երիտասարդ աղջիկներ, ովքեր որ ուզում են սովորեն մատնահարդարում, դիմահարդարում, չգիտեմ, ինչ ուզում եք սովորեք։ Տվյալ մարդու աշակերտներին 10-15 հոգի, լուրջ եմ ասում, ոչ քիչ, բոլորին, որտեղ տարատեսակ կարծիքներ են լինելու, մարդ կա, որ կարող ասի, հավանում եմ արտակարգա։ Տեսեք, որ կարծիքն ավելի գերազանցում, դրանով ելնելով որոշում կայացրեք, որովհետև գնահատել քո գումարը, դա չի նշանակում, որ դու էժան մարդ ես։ Էժան մարդիկ նրանք են, ովքեր որ քեզանից գումար են վերցնում, քեզ դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս, ու մի հատ էլ նեղանում են, մունատ են գալիս, որ դու իրանց չես գնահատում։ Իրանք այդքան բան են արել քո համար, ծրի են արել էլի այդքան բան, ճակերտավոր։ Այդպես